Հայաստանը երկրի առաջավոր արևելքի հյուսիս-արևելյան հատված զբաղեցնում է 46,000 քառակուսի կիլոմետր, բնակչությունը 3 միլիոն, մեծամասնությունը հայ է, սահմանադրական կարգը հանրապետություն։ Սա Հայաստան է և վերջ։ Կարեն Վարդանյանի հեղինակային ծրագիրը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ձեզ ողջունում է լրատվական ռադիոն, որի եթերում իր աշխատանքն է սկսում Սա Հայաստանը եւ վերջ հաղորդումը, տաղավարում հաղորդման հեղինակ Կարեն Վարդանյանն է եւ երկրորդ խոսափող ես Գարեգին Խումարյանը։ Նախորդ հաղորդումը մենք ավարտեցինք շատ կարևոր մի թեմայով, Կարենը սկսեց պատմել, թե ինչ է տեղի ունենում համաշխարհային մասշտաբով արդյունաբերության հետ։ Եթե չեմ սխալվում, խոսքը գնում էր մասսայական արտադրության մոտալուտ վախճանի մասին եւ այն մասին, թե ինչ ենք մենք անելու այն ժամանակ, երբ մասսայական արտադրությունը մահանա։ Այսօր մենք շարունակելու ենք այդ թեման Հայաստանը նոր տիպի տնտեսության պայմաններում, որը այսպես թե այնպես գալու է, բայց մինչև բուն թեմային անցնելը կուզեի մի դիտարկում անել, ինձ թվում էր, որ նախորդ հաղորդումը պետք է շատ դիտեն եւ լսեն, բայց ստատիստիկան ցույց տվեց, որ ուղիղ հակառակը 2.5 անգամ ավելի քիչ, քան սովորաբար Կարենի հաղորդումը դիտում կամ լսում են։ Ձեր կարծիքով ինչի էր այդպես, Կարեն։ Կարծում եմ, որ մարդիկ ի վերջո մեդիայից ավելի շատ սպասելիքը սենսացիան է, ավելի շատ սպասելիքը դա սենսացիա ճակերտների մեջ էլի, դա վերաբերվում է եւ ինչ-որ սենսացիոն հայտարարություններին եւ վերաբերվում է քննադատությանը, ընդհանուր մինչև, ասենք, եթե հայոյանք լինի, շատ ավելի հետաքրված են մարդիկ, քան թե ասենք, եթե դու ինչ-որ կոնստրուկտիվ բան ես ասում, ու բնական է, որ կախված այսպես հաղորդման մեջ ինչ է հնչում եւ ինչ շեշտադրումներ են արվում, բնականաբար աուդիտորիան տատանվում է, բայց ես կարծում եմ, որ մենք պետքա այդ կոնստրուկտիվ աուդիտորիային հատկապես գնահատենք, այն մարդկանց գնահատենք, որոնք անկախ նրանից դու քննադատում ես, թե ինչ-որ սենսացիոն բան ես ասում, իրենք ավելի շատ ուշադրություն են դարձնում կառուցողական գործընթացներին, որովհետև ի վերջո հենց այդ կառուցողական գործընթացներին միացող մարդիկ են իրավիճակը փոխելու, որովհետև այն մարդիկ, որոնք որ ասենք քննադատության վրա ասենց ասում են, այ աբրի քննադատեց, այդ մարդիկ ի վերջո գործ չեն անելու, որովհետև իրենք դիտորդ են, իրենք ավելի շատ ոնց ֆուտբոլում ոնց են ասում, երկրպագու են, իրանք ասինքն դրան վերաբերում են որպես ֆուտբոլ, այսինքն իրենք քեզ դնում են մի թիմի տեղ, դիմացին որ քննադատում ես դնում են մի ուրիշ թիմի տեղ եւ սկսում են մեկը մյուսին երկրպագել, Շատ բարի, եկեք երկրպագելով ֆուտբոլ խաղալ չես սովորում։ Շատ լավ։ Հրաժեշտ ենք տալիս բոլոր այն ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, ովքեր սկանդալային ինչ-որ բան են ման գալիս այս հաղորդաշարում, այսօր սկանդալներ չեն լինելու, խոսելու ենք գործանելու մասին։ Բուն թեման հաղորդման, ուղղակի երկու բառով հիշեցնեմ նախորդ հաղորդման վերջը։ Կոնվերային արտադրությունը, որը պայմանավորում էր համաշխարհային տնտեսությունը 20-րդ դարի ամբողջ ընթացքում, կամաց վախճանին է մոտենում, բայց ոչ որովհետև այն վատն է կամ քիչ արդյունավետ է, որովհետև ստեղծվել է մի նոր գործիք, որը իր հետ բերել է արտադրական նոր գաղափարախոսություն, որը մենք պայմանականորեն չակերտների մեջ անվանում ենք 3D printer։ Խոսքը գնում է ոչ թե հենց 3D printer-ի մասին, այլ վերևից ներքև արտադրության մասին, որը ոչ թե աչից ձախ է, այլ որը արտադրում է կտոր ու միանգամից, այսպես եւ տեղում ու դրա համար պետք չեն սարսափելի մեծ ուրեմն տարածքներ եւ այլն, մեծ հաշվով ցանկացածս իր գարաժում կարող է դրանից ունենալ, քաշել դիզայները եւ տպել այն ինչ ուզում է։ Ես օրինակ շատ զարմացած եմ, երբ մի քանի տարի առաջ իմացա, որ Միացյալ Նահանգներում անգամ այսպես շարժում կա մեծ զենք տպելու։ Մարդիկ ցույց էին տալիս տպված կրակող գլոկ ատրճանակ։ Այն ժամանակ մետաղյա 3D printing դեռ չկար, միայն ուրեմն հենց կրակող փողներ մայր գործարանից բերված, մնացած ամեն ինչը կոմպոզիտային նյութերից եւ այլն։ Հիմա մենք ունենք նաեւ մետաղի 3D printing ու ինչի ասես 3D printing։ Խնդրեմ Կարեն, ինչ է տեղի ունենում համաշխարհային արդյունաբերության հետ։ Այստեղ սրա հետ զուգահեռ կարծում եմ, որ կարևորագույն շարժումներից մեկը դա բաց լիցենզիայով արտադրանքի ստեղծումն է, ծրագրավորման մեջ դա կոչվում են բաց կոդով,
երբ որ դու ինչ որ անում ես, հասանելի ես սարքում բոլորին։ Եվ մենք հիմա այդ ինժեներական լաբորատորիաները, որ սարքում ենք մեր բնակավայրերի համար, մենք ինքներս օգտվում ենք այդ բաց կոդով, այսինքն ստեղծածից։ Մասաչուսեթի համալսարանը ստեղծել է երեխաներին ծրագրավորում սովորեցնող գործիք, որը բաց դրել է, բաց լիցենզիայով դրել է ինտերնետում։ Եվ մենք վերցնում ենք եւ դա օգտագործում ենք, կարող ենք թարգմանել, իհարկե թարգմանելու ժամանակ ըստ էության ոնց որ այդ արտադրանքը փոխվում է եւ նոր անուն է ստանում, ինքը սկրեչեր դառնում է աղվես, բայց մենք այդ նույն աղվեսը կրկին ի պատասխան դնում ենք բաց կոդով ինտերնետում եւ ցանկացած մարդ կարող է այդ նույն աղվեսից օգտվել։ Կամ ասենք նույն Մասաչուսեթի համալսարանի ծրագրային միջավայրը, որ երեխեքին ծրագիր է սովորացնում, ասենք մուլտեր կամ դասեր նկարահանելու, մենք դրա վրա ավելացնում ենք ռոբոտին կառավարելու գործիքներ եւ երեխան կարող է ռոբոտ կառավարի նույն այդ ծրագրային միջավայրում եւ մենք հետ տալիս ենք էլի որպես բաց լիցենզիայով մի բան, որը ցանկացածը կարող է օգտագործի։ Եվ այս բաց լիցենզիայով շարժումը սա մի նոր իրավիճակ է ստեղծում աշխարհում, այսինքն մարդիկ չեն պահում իրենց, այսինքն իրենք տալիս են դեպի զարգացում, այսինքն ես մի լրացում անեմ, բաց կոդով աշխարհին բաներ մատակարարելու տրադիցիայի, չգիտեմ, չեմ ուզում ասել հիմնադիրը, բայց ամենաերևացող մարդը աշխարհում Իլոն Մասկ անունով մի մարդ կա, որը շատ առաջադեմ ու շատ այսպես խոշոր IT ձեռնարկությունների հիմնադիր եւ ղեկավար է, եթե չեմ սխալվում, ինքը NASA-ին զուգահեռ տիեզերական ծրագիր ունի ու միջնաժամկետ հեռանկարում ասում են, որ գուցե Միացյալ Նահանգների կառավարությունը հրաժարվի ավանդական ձևերից տիեզերք ինչ որ բաներ բարձրացնելու եւ պատվիրակի այդ խնդիրը Իլոն Մասկի ուրեմն ձեռնարկություններին, այն նա ինչ արտադրում է, բաց կոդով է դնում, այսինքն մենք հիմա խոսում ենք մի հիասքանչ երևույթի մասին, որը կարելի է անվանել տեխնոլոգիական, իսկ ավելի լայն ինտելեկտուալ սեփականության ազատություն, եթե կուզեք այսպես։ Եվ նաև բանը, հասկանում եք, դա վերացնում է նաև կոնֆլիկտները, այսինքն երբ որ դու ամբողջ ինֆորմացիան տիրապետում ես, բայց քո կողքի մարդիկ անգրագետ են եւ աղքատ են, իսկ դու քանի որ դու տրանսլես կոմոդ դու հարուստ ես, դա կոնֆլիկտ է առաջացնում, դա պատերազմական կոնֆլիկտ է առաջացնում, դա ցիվիլիզացիոն կոնֆլիկտ է առաջացնում եւ այլն։ Այստեղ թույլ տվեք մինչեւ վերջ գոնե չհամաձայնել, օրինակ նույն Մասկին ամեն աստծոր, երևի ամեն առավոտյան անիծում են արաբական շեյխերը, նավթ արդյունանող։ Այն բանից հետո, երբ այս մարդը հրապարակեց էլեկտրոմոբիլը բաց սխեմայով, ով ասես կարող է վերցնել եւ իր համար դա արտադրել։ Եկեք վերադառնանք այն պարամետրերին, որոնք այդ արդյունաբերության տեղայնացումը արհեստանոցի մակարդակի բերելը, բայց շատ բարձր տեխնոլոգիական արհեստանոցի դարձնում են հնարավոր։ Ինչն է դա ակտուալ դարձնում։ Դե հիմա տեսեք, շեյխերի հետ իհարկե կոնֆլիկտ կլինի, բայց այդ արաբական ժողովուրդների հետ կոնֆլիկտ չի լինի, որ միլիոնավոր արաբներ այդ նույն, բաց կոդով կամ բաց լիցենզիայով բաները վերցնում են օգտագործում են։ Հիմա նույն սկզբունքը ըստ էության մենք ենք կիրառում եւ նույնը կիրառում ենք գործիքների վերաբերյալ, այսինքն նույն եռաչափ պրինտերները, որը արտադրվում է, հիմա օրինակ Գորիսի ընկերությունն է արտադրում, դրանք էլի բաց կոդով են եւ նրանց գծագրերը բաց են եւ ցանկացած այլ բնակավայրի երիտասարդներ, եթե ուզենան արտադրեն, կվերցնեն արտադրեն, այսինքն մենք դա գաղտնիք չենք պահում։ Նույնը վերաբերում է խառափային հաստոցին, նույնը վերաբերում է ամբողջ գործունեությանն, այսինքն ամբողջ փիլիսոփայությանն է վերաբերվում, որ ոչ էլիտար, զարգացումների մասին է խոսքը։ Այսինքն մոտեցումն է կյանքին, երբ որ դու չես համարում, որ կա ինչ որ էլիտա եւ մնացածը դեբիլ են, եւ պետք է այդ էլիտան այդ դեբիլներին ինչ որ ձևի կառավարի։ Չէ, ակնհայտ է, որ ինչքան դու կրթված մարդկանց զանգվածը մեծացնես, այնքան իրենք ավելի մեծ արդյունք կտան, այսինքն նույն, չգիտեմ, ամենավերջի գյուղի
մարդու, ասենք, երեխան կարող է ամենատաղանդավոր ուրեմն մարդը դուրս գա, ոնց որ մեր մոտ միշտ եղել է, նույն Միկոյանը, չգիտեմ, չէ, ասենք, կամ մնացած մեր մարդիկ, ասենք Իոսիֆյանը եւ այլն, դրանք Ղարաբաղի գյուղից Իոսիֆյանը, չէ, դուրս եկած մարդ է։ Այսինքն մենք պետքա մեր կոնցեպցիան, հատկապես մեր ազգի դեպքում, երբ որ մենք այդքան մեծականակ չենք, հատկապես մեր համար այդ կոնցեպցիան ուրեմն կարևոր է։ Եվ սա բերում է աշխարհի փոփոխության, եւ բերում է աշխարհի փոփոխության ոչ միայն գործիքների առումով, ծրագրերի առումով եւ նաեւ մոտեցումների առումով, այսինքն մարդը, որ ինչ-որ մի բան ստեղծում է, ինքը շատ ավելի շահագրգռված ալում, որ հնարավորինս շատ մարդիկ իմանան եւ որպեսզի միջավայր ստեղծվի, որտեղ ինքը կարող է ապրել։ Ըստ էության մարդը ինչ-որ ստեղծագործելով, նաեւ ստեղծում է ստեղծագործական միջավայր, որտեղ ինքը կարող է ապրի։ Ես սա բերում է ըստ էության արդյունաբերության պատկերի փոփոխության, հա, այսինքն ապրանքը, որպես ապրանք ստեղծումը, առարկայական մի բանը, դա դառնում է շատ հեշտ լոկալ իրագործվող, հա, տեղում օգտագործվող, որովհետև այդ տեխնոլոգիաները հայտնի են լինում, բացահայտ են լինում եւ այլն։ Եվ այստեղ ասենք ավելի շատ գալիս է ինչ մշակույթ դու կբերես քո երկիր, որպեսզի կարողանաս այդ տեխնոլոգիայով օգտվես, որովհետև տեխնոլոգիայի հասանելիությունը դեռ չի նշանակում, որ դու այդ տեխնոլոգիայով կարաս օգտվես։ Այստեղ գալիս է արդեն տեղական լոկալ կրթության դերը։ Այսինքն քո կրթությունը պետք է համապատասխանի այն հնարավորություններին, որ այսօր աշխարհը տալիս է, որպեսզի դու դրանից կարողանաս օգտվես, որովհետև կարող է ամեն ինչ բաց լինի, բայց դու դրանից չկարողանաս օգտվես, որովհետև քո աշխարհընկալումները սխալ են, քո կրթության նկատմամբ վերաբերմունքը սխալ է եւ այլն։ Այսինքն այստեղ մարտահրավերը դառնում է շատ ավելի լոկալ, մարտահրավերները դառնում են շատ ավելի լոկալ։ Քանի դուք չեք սկսել նկարագրել Կարեն կրթական, ուրեմն այն ինչը որ պետք է լինելու կրթության ոլորտում անել, ես մի մտավախություն ունեմ, որ մեզ հիմա դիտող եւ լսող մարդկանցից շատերը այնուամենայնիվ դեռ չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Եկեք մի քանի շատ պարզ օրինակով այդ տնտեսության լոկալացումը եւ տնտեսության նոր մոդելը իրենց տանը եղած ապրանքի օրինակի վրա նկարագրենք եւ անցնենք առաջ։ Դե եկեք տեսնենք, օրինակ վերցնենք ամենապարզագույն տեխնոլոգիաները, հա, այսինքն այսօր եթե մեկը ուզում է դիցուկ ռոկֆոր պանիր արտադրի, հա, ես այդ թեման ինձ մոտիկա, որտեղ պապս Հայաստանի առաջի ռոկֆոր արտադրողներից մեկն է եղել եւ երբ որ իրեն պետք էր որպեսզի իր ղեկավարած գործարանը ռոկֆոր պանիր արտադրի, ինքը գնացել Ուկրաինայից գտել էր մի վարպետի, շատ ծանր բանակցություններից համոզել էր, որպեսզի բերի Թալին եւ Թալինում սկսեն այդ ռոկֆոր պանիրը արտադրել։ Այսօր դրա կարիքը չկա։ Որովհետև նույն ռոկֆոր պանիրի կամ ցանկացած այլ պանիրի արտադրությունը մանրամասն վիդեոներով, տեքստերով եւ այլ ֆորմատներով ինտերնետը լցված է։ Այսինքն եթե դու որոշակի կրթական ցենզ ունես եւ աշխատելու ցանկություն ունես եւ արարելու ցանկություն ունես, դու կարիք չկաս, որ ինչ-որ հատուկ վարպետ բերես, որը քեզ սովորացնի։ Գուցե հատուկ վարպետը էլի ինչ-որ հատուկ գիտելիքներ դեռ ունի, որ չի պետք է իրան տալ, բայց դու նրա գիտելիքների գոնե 90%-ը բաց դրած է, հա, YouTube-ում դրած է, դու կարող ես կամ այլ, հա, վիդեո բաներում եւ դու կարող ես այդ արտադրությունը այստեղ անել։ Եվ հիմա տեսեք, ասենք, այդ նույնը մենք կարող ենք անել, բայց չենք անում, չէ՞։ Մենք չենք անում, այսինքն շատ լավ օրինակ է ռոկֆոր պանիրը։ Ռոկֆոր պանիր արտադրելու համար ոչ միայն գիտելիք է, չէ՞, պետք նաև ինչ որ սարքավորումներ են պետք։ Չէ, նույն պանիրն է։ Իր տարբերությունը արտադրելու այն է, որ դու իրեն ոչ թե միանգամից վաճառում ես, ընդ որում նույն կաթից դու սա գալի այնքան լորի պանիր, ինչքան ռոկֆոր պանիր, ոչ մի տարբերություն չկա։ Խնդիրը այն է, որ լորի պանիր արտադրողը արագ մտածում է ոնց անի, որ արագ ազատվի այդ պանիրից, իսկ ռոկֆոր պանիր արտադրողը ինքը շատ ավելի պրոֆեսիոնալ է մոտենում, ինքը տանում է որոշակի ջերմաստիճանի տակ տեղադրում է, պահեստավորում է, հետո ծակում է,
ներակրում այդ բազմացող ուրեմն միկրոֆլորան, հետո ժամանակ առ ժամանակ պետք է շուռ տա, պետք է համը տեսնի, այսինքն ինքը պետք է դա դառնում է, այսինքն այդ գործը դառնում է արվեստ, հա, արհեստից ինքը դառնում է արվեստ, որովհետև դու համի հետ գործ ունես, գույնի հետ գործ ունես, համբերության հետ գործ ունես, մշակույթի հետ գործ ունես, այսինքն այդ արհեստը ընդ որում ամենապրիմիտիվ արհեստը, հա, պանիր սարքելու, ինքը դառնում է արվեստ, հա, եւ դու այդ հնարավորությունը ունես, այսինքն եւ այսօր մենք եթե նայում ենք մեր գյուղատնտեսությանը, մենք տեսնում ենք, որ մարդիկ չեն ուզում այդ ճանապարհով գնալ, չեն ուզում դա, այսինքն մեր մշակույթային, այսինքն մենք մշակույթով պետք է հասցնենք դրան, այսինքն դա կապ չունի, որ ինտերնետում լցված է, բայց մարդիկ չեն օգտագործում, որովհետեւ խոսքը վերաբերում է ամեն ինչին, ուզում եք խոսքը վերաբերում է սունկ արտադրելուն, փայտ ջարդելուն, չգիտեմ, փայտից ստանալու, ասենք, վառելիք ստանալուն, նույն, չգիտեմ, գազից բենզին ստանալուն, չգիտեմ, ամեն ինչին, այդ բոլոր տեխնոլոգիաները ըստ էության ու հազարավոր նման տեխնոլոգիաներ, չգիտեմ, արևային էներգիան օգտագործելու եւ այլն, բաց դրած է։ Ես հիշում եմ, դուք մի տարի առաջ, եթե չեմ սխալվում, Մասաչուսեթսի համալսարանի լեկցիաներն էիք բերել, բաց դրել ու հետո զարմացած նայում եք, թե ինչի որևէ մեկը չի քաշում նայում սա։ Դա դրել էր, մենք չէինք դրել, դա դրել է Դեվիդ Յանը, որը ABB Lingvo-ի ղեկավարն է, եւ մի 5 տարի առաջ ինքը դա այն ժամանակ ինտերնետը մի քիչ ավելի թանկ էր, որպեսզի հայ ուսանողները շատ ինտերնետի փող չտան, բայց կարողանան Մասաչուսեթսից օգտվեն, հա, Մասաչուսեթսի այդ կուրսերից օգտվեն, ինքը դա բերել էր, դրվել էր պոլիտեխնիկի սերվերների վրա։ Մինչ այսօր այդ դրանից ոչ ոք չի օգտվում։ Մինչ այսօր, հա, այսինքն եթե ինչ-որ մարդիկ էլ կան հիմա դե ինտերնետը համեմատաբար էժանա, կարող են ուղիղ Մասաչուսեթսի կայքից կանչել եւ ցանկացած առարկա, ըստ էության ցանկացած մասնագիտություն սովորել, բայց այն ինչ որ պոլիտեխնիկում դրած է, մի հատ պոլիտեխնիկի ուսանող չի օգտվում։ Հա, ու դա էլի ցուցանիշ է, այսինքն կա դրած, բայց եթե դու մշակույթ չես դնում, մշակույթ չկա երկրումդ, եթե նպատակներ չկա երկրումը, դու դրանից չես կարող օգտվել։ Եվս մեկ հարց, որ վերջնականապես մարդկանց պարզ լինի, ինչի մասին ենք խոսում։ Ձեր կառույցը ծրագիր է իրականացնում ինժեներական լաբորատորիաներ դպրոցների։ Նախորդ հաղորդման ժամանակ մենք ֆիքսեցինք, որ խոսքը գնում է այն մասին, որ բոլոր դպրոցները պետք է դրանից ունենան։ Ինչպես առաջ բոլոր դպրոցները ունեին աշխատանքի ուսուցման կաբինետներ, նույն կերպ պետք է բոլոր դպրոցները ունենան ինժեներական լաբորատորիաներ, որտեղ կա քառափային հաստոց, համակարգչով կառավարվող 3D տպիչ եւ մի շարք այլ հետաքրքիր բաներ։ Այսպիսի հարց։ Կա դիցուկ մի գյուղ, որտեղի դպրոցի հետ դուք արդեն աշխատում եք, որտեղ այդ ամեն ինչ կա։ Այդ գյուղն ունի նաեւ տրակտոր, որը փչացել է։ Այո։ Կարող են արդյոք այդ դպրոցի երեխաները տպել իրենց ձեռքի տակ եղած ուրեմն սարքավորումներով փչացած մասը ու տեղադրել տրակտորի վրա։ Չէ, այսօր դա չեն կարող, որովհետև իրենց որպես այդպեսին, չեմ ասում այսօր։ Նախ իրենց գործիքները դրանք փոքրացավալ են եւ ավելի շատ ուղղված են պլաստիկի հետ աշխատելու, բայց դա չի սահմանափակում, այսինքն երեխաները սովորում են եռաչափ դետալը ստանալ տեղում, հա, երբ որ իրենք այդ տեխնոլոգիան արդեն սովորել են, անպայման այդ երեխաները վաղ թե ուշ գնալու են, բերելու են եռաչափ կամ 5-չափ կամ հիմա կա 6-7 չափանոց, հա, հաստոցներ կան տարբեր, որ տարբեր անկյունների տակ խարտող եւ ծակող եւ այլ գործիքներ միաժամանակ աշխատում են դետալի վրա, հա, նրանք արդեն դա հասկանալու են, դա ոնց է աշխատում, նրանց սկզբունքները հասկանալու են եւ ուշ թե շուտ այդ շրջանում հայտնվելու է մի հատ տենց գործիք, գուցե տպված հենց ձեր բերած 3D printer-ի վրա, դա էլ է չէ հնարավոր։ Հա, դա հնարավոր, բայց իրական գործիք է հայտնվելու, որը, չգիտեմ, Հայաստանում արտադրված կլինի, թե դրսից կբերեն, բայց այդ երիտասարդները արդեն կարողանալու են այդ գործիքի վրա աշխատեն եւ ասենք ցանկացած պակասող մասը տեղում կարողանան սարքեն, մշակեն եւ տան։
Այ մենք հիմա հասանք այն հատվածին, ըստ էության, որի մասին է, որին նվիրված է այս հաղորդում։ Այսինքն տեսականորեն մենք նախապատրաստում ենք պլատֆորմ, որպիսի բոլոր համայնքները, բոլոր առանձին վերցրած բնակավայրերը վաղ թե ուշ կարողանան զգալի չափով բավարարել իրենց արդյունաբերական կարիքները։ Ու դա հնարավոր է։ Այսինքն ամեն ինչ դրան է գնում։ Եվ արդյունաբերական կարիքները, եւ տեղական որոշակի արտադրություններ ստեղծել։ Օրինակ նույն մեր երեխաները կարող են դիցուկ, հա, ասենք բանը, մենք գյուղում բազմաթիվ թանկ փայտեր ունենք, հա, օրինակ նույն տանձի փայտը շատ հետաքրքիր ֆակտուրա ունի, նույն բալի փայտը շատ հետաքրքիր ֆակտուրա ունի, նույն կաղինը հետաքրքիր ֆակտուրա ունի, հա, եւ նույն երեխաները կարող են իրենց այսօր ունեցած եռաչափ այդ խարափային հաստոցով, ասենք տարբեր բաներ սարքեն։ Հա, դիցուկ հիմա մենք Տաթևում ունենք խմբակ, եւ այդ երեխաները կարող են այդ փայտից Տաթևին վերաբերվող տարբեր հետաքրքիր սուվենիրներ սարքել, եւ այդ տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք գալիս են Տաթևի ճոպանուղով Տաթևը տեսնելու, դրան գնեն, եւ դա դառնա եկամուտի աղբյուր, թե դպրոցի համար, թե խմբակի համար, թե երեխաների ընտանիքի համար։ Սա ասենք օրինակ է, որ դա նաև որոշակի մուտքեր ապահովելու, տնտեսություն ապահովելու բան է։ Ես չեմ ասում, որ դրանով դու կարաս երգիր պահես, բայց դրանով այդ գյուղը կարող է, ասենք, իր անհրաժեշտության խնդիրները լուծի։ Կամ եթե ինչ-որ պլաստմասի մի բան, հեռուստացույցի կամ ինչ-որ մի սարքի պլաստմասի մի փոքր կտոր ջարդվել է եւ ինքը մարդը չի իմանում, գնա Երևան, որտեղից ճարի, որտեղ են դա վաճառում, գծագիրը վերցնում է ինտերնետից եւ հենց իր եռաչափ պրինտերով տպում է եւ իր, ասենք, այդ գյուղացուն վաճառում է։ Այսինքն դա դառնում է խմբակների համար մուտքի աղբյուր եւ դա դառնում է նաեւ բիզնես փորձառության աղբյուր, այսինքն մարդը հետևում է, թե իր գյուղում ինչ սարքավորումներ են պետք կամ ինչ ծառայություններ են պետք, որպեսզի ինքը կարողանա մատուցի, ինքը սովորում է հաճախորդի հետ աշխատել, ինքը սովորում է հաճախորդի հետ խոսել, ինքը սովորում է ֆինանսական հարաբերությունների մեջ մտնել, այսինքն դա նաև սենց մշակութային, հա, բան ունի, կտրվածք ունի, որը էլի շատ կարևոր է նորաստեղծ բիզնեսների համար։ Մշակութային կտրվածք, որը տանում է դեպի համայնքի ինքնաբավության աստիճանի բարձրացումը։ Մենք անընդհատ սուվերենիտետի մասին ենք խոսում, ինքնիշխանության մասին։ Մեծ հաշվով ինչ է ինքնիշխանությունը, եթե ոչ ինքնաբավության ձևերից մեկը, այսինքն ինքնաբավության վերջնական դրսևորումը։ Եթե մենք ունենք 900 գյուղական համայնք, որոնք 70%-ով ինքնաբավ են թե սննդամթերքի, թե արտադրության գործիքների մասով, դա էականորեն բարձրացնում է մեր ինքնիշխան դառնալու հնարավորությունը։ Հա, բանը վստահությունն է բարձրացնում եւ ավելորդ ծախսերի բանն է բարձրացնում, որովհետեւ մենք բազմաթիվ շղթաներ ունենք, որովհետեւ այդ շղթաները մենք կարողանանք աշխատացնենք դիցուկ նույն, ասենք, անաս բանը, օրինակ մեկը հավա պահում եւ այդ հավի ծերտը, հա, կարող է վերամշակվել դառնալ գազ, մնացածը դառնալ ուրեմն պարատանյութ, դա բարձրացնի բերքատվությունը կարտոֆիլի, այդ կարտոֆիլից մնացած այդ ճաղերը կարող են դառնալ վառելիք, որոնք կչացնեն գազի օգտագործումը դիցուկ, օրինակ նույն Մարտունիում, հա, մենք տասնյակ հազարավոր տոննա այդ ճաղերից տարեկան վառում են, թափում են մշակման գործիքները չունենալու պատճառով։ Այսինքն այս շղթաները աշխատացնելը դա բերում է նաև շատ լուրջ տնտեսական օգուտ, որովհետև այն գումարը, որը որ գալիս է գնում էր արտահանման բան, ներկրման, այսինքն նույն պարատանյութի կամ այլ, հիմա այդ գումարը մնում է այդ մարդու ձեռքում եւ այդ մարդը կարա ներդրումներ անի, ներդրում անի իր երեխաների կրթության մեջ, իր սոցիալական պայմանների բարելավման մեջ, իր հանգստի մեջ եւ այլն։ Այսինքն սա նաեւ լուրջ տնտեսական ազդեցության բան է եւ էլի մշակույթի խնդիր է, երբ որ մարդը հասկանում է, որ ինքը պետքա ուշադիր լինի իր լոկալ ռեսուրսներին, իր լոկալ ռեսուրսները երևում է, որ մարդը կարող է բան լինի։ Նույնը վերաբերվում է, ասենք, երբ որ այդ մշակույթը լինի, նույնը արդեն կսկսի վերաբերվել ավելի խոշոր օբյեկտներին, օրինակ հանքարդյունաբերությանը, հա։ Մենք այսօր
հանքարդյունաբերությունը ինչ ենք անում, վերցնում ենք այդ զանգվածից մեջներից ամենատարածված նյութը, դիցուկ պղինձը, վաճառում ենք, այդ բանը մնացած այդ պոչամբարները լցնում ենք, բնությունը վնասում ենք եւ այլ, բայց նույն պոչամբարներում հազարավոր մետաղներ կան, բաներ կան եւ մարդը սկսում է ուրիշ ձևի մտածել, ասում է այդ պոչամբարը ես մշակեմ, մեջի էլի կարևոր բաները հանեմ, այն մյուսը կմնա բնությունը չվնասող սովորական հող, որը կարամ օգտագործեմ ցեմենտ արտադրելու մեջ եւ այլն, եւ ինքը սկսում է գնահատել որակը կյանքի եւ չի սկսում փչացնել բնությունը։ Իսկ երբ որ մենք մասսայական արտադրության տեսակետից ենք նայում, դե ջանդամ թե չի փչանա։ Մենք պղինձը հանեցինք, ջանդամ թե պոչամբարը չի թունավորի, հա? Կամ էլ թե չէ, եթե մի քիչ խղճով արտադրողը այդ պոչամբարը մի քիչ ծախս անում, որպեսզի այդ թույները չգնան հողի մեջ, բան եւ այլն, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Ուշ թե շուտ այդ իզոլացիաները վերանալու են եւ այդ պոչամբարի թույները մեզ թունավորել են, բայց եթե մշակույթը դառնում է կյանքի որակը, այսինքն մարդիկ սկսում են կյանքի որակին վերաբերվել ոչ թե շատ փորը լցնելուց, այլ ճիշտ սնունդ ուտելուց, ճիշտ օդ շնչելուց, ճիշտ հետաքրություններից, ճիշտ աշխարհի խնդիրները ճիշտ հասկանալուց եւ այլն, ինքը սկսում է լրիվ ուրիշ ձևի վերաբերվել թե արդյունաբերությանը, թե իր առօրյային, էլի։ Շատ անսպասելի տեղ դուրս եկանք, ի նկատի ունեմ սկսեցինք տնտեսության դեցենտրալիզացիայից վերջացրեցինք էկոլոգիապես մաքուր սնունդով, ես կուզեի եւս մեկ անգամ տրակտորների օրինակին վերադառնալ, որը մեր ոչ այդքան վաղն է, որքան վաղը չէ մյուս օր, այսինքն հիմա եթե դիցուկ դպրոցին հատկացված 3D պրինտերով տրակտոր չես տպի, վաղը չէ մյուս օրը այդ 3D պրինտերով կտպես այն 3D պրինտերը, որը կտպի քեզ քո տրակտորը։ Վերջո 3D պրինտերը երևի եզակի գործիքներից մեկն է, որ ինքնա վերարտադրվելու հնարավորություն ունի։ Կանվեյեր չի ստեղծի, 3D պրինտերը գոնե տեսականորեն կստեղծի։ Հիմա ինժեներական լաբորատորիաները, հատկապես հեռավոր գյուղերի դպրոցներում այն հատվածներն են, այն կետերն են, որտեղ պետք է ձևավորվի այդ նոր մտածողությունը։ Բացի նրանից, որ այդ մարդիկ պետք է տեխնոլոգիա սովորեն, իրենցը ներդնեն, իրենց պատկերացումը տեխնոլոգիաների վերաբերյալ։ Իրենց տեսակը պետք է փոխվի, մեր տեսակը պետք է փոխվի այդ տարածքներում։ Հիմա քանի որ մենք մենակ չենք աշխարհում ու սա process է, որը արդեն սկսվել է, ես կուզեի, որ դուք մի փոքր մեզ պատմեիք, Կարեն, թե ինչ է այս առումով աշխարհում ընդհանրապես տեղի ունենում, որ մենք ուղղակի դատապարտված ենք գնալ այդ ճանապարհով, ոչ միայն գնալ, այլ նաև լինել առաջինը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր դիրքը տարածաշրջանում, աշխարհում ավելի ծանրակշիռ դառնալու։ Իմ խորին համոզմամբ այս տեխնոլոգիական գործիքները շատ կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչ մշակույթ է ստեղծվում դրանց հետևանքով։ Այսինքն մենք իհարկե նկատել ենք, որ այս տեխնոլոգիական գործիքները դպրոցում կիրառելուց երեխաները սկսում են շատ ավելի հետաքրվել նույն կողքի առարկաներով, պատմությունով, աշխարհագրությունով, չգիտեմ, կենսաբանությունով եւ այլով։ Բայց իրականում աշխարհում հաղթանակներ ունենալու բանը, էլի կապված է լինելու շատ ավելի, թե ինչքանով ենք մենք կարողանում թիմեր ստեղծել, ինչքանով ենք մենք կարողանում գնահատել ձեռնարկությունը, որտեղ աշխատում ենք, ինչքանով ենք մենք կարողանում մեր խոսքը պահել եւ պարտավորությունները կատարել, ինչքանով ենք մենք կարողանում ձևականություններով չզբաղվել եւ մեր սուտ չասել։ Հասկանում եք, այս մասերը շատ հետաքրքիր է, բայց իհարկե շեշտադրումները տեխնոլոգիայի վրա է արվում, բայց տեխնոլոգիան ընդհանրապես ոլորտ է, որտեղ դու կարողանում ես կիրառելով այն մյուս մշակութային գործիքները նոր գաս հաջողության։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է, որ մենք կարողանանք այդ երիտասարդները, որոնք այդ տեխնոլոգիայով օգտվում են, նրանց տանել նաև դեպի հայրենաճանաչություն, այսինքն իրենք իմանան, թե որ երկրում են իրենք ապրում, իսկ իրենց երկիրը ինչ տեխնոլոգիական տրանզիցիաներ է ունեցել, իսկ ինչով է տարբերվել շիրակացին օրինակ Գալիլեո Գալիլեից,
ինչքան ավելի շուտ է շիրակացին հասկացել, թե աշխարհը ոնց է կառուցված, երբ որ ինքը դպրոցի իր դասագրքում սովորում է Գալիլեո Գալիլեի մասին, բայց շիրակացու մասին առանձնապես ոչ մի բան չի սովորում։ Ինչքանով է ինքը կարողանում հասկանալ, որ իր տեխնոլոգիական գիտելիքները շատ կարևոր են երկրի պաշտպանության հարցում եւ ինչքանով է ինքը պատրաստվում իր մտքի մեջ ինչպես կարող է իր գիտելիքները օգտագործել երկիրը պաշտպանելու առումով։ Այսինքն ձեր տեսլականը ոչ այդքան հետինդուստրիալ մարդն է, այլ հետինդուստրիալ հայը, այսպես ասենք։ Երևի, հա։ Աբստրակտ գիտելիքներ ունեցող, բայց հողից կտրված մարդը մեզ այդքան էլ հետաքրքիր չէ։ Հա, բայց մեզ հետաքրքիր է նաև հողից չկտրված գերմանացին։ Մեզ հետաքրքիր է հողից չկտրված ճապոնացին, որովհետև գիտեք ոնց է, հնարավոր չի, որ միտեղ օազիս լինի։ Եթե անգամ մենք մեր հայրենիքը սենց օազիս սարքենք, բայց այն մնացած ազգերը գնան այս բանի բարոյալքման եւ քայքայման ճանապարհով, ոնց որ մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհին հա տանում են ուղիղ քայքայման ճանապարհով եւ մենք տեսնում ենք ամբողջ երկրներ, ծաղկող երկրներ ինչպես են կործանվում, հա միևնույնն է, մենք երջանիկ չենք լինի։ Ի վերջո այդ կործանումները գալու են մեզ։ Ինչքան մենք ներսից դիմադրենք, ի վերջո գալու են մեզ։ Եվ այստեղ ես կարծում եմ շատ կարևոր է, որպեսզի բացի նրանից, որ դու այդ տեսակները ստեղծում ես քո երկրում, դու նաև աջակցես այդ նույն տեսակներին այլ երկրներում եւ այդ քո նման տեսակների հետ կապեր պահես եւ գաղափարներ տաս աշխարհին գաղափարներ տաս, թե ինչպես կարող են նորմալ տեսակները գոյատևել այս խառնի ճաղանչ, ասենք, իրավիճակում։ Եվ սա էլ է կարևոր, Այսինքն այդ լոկալիզացիան դա չի նշանակում, որ աշխարհից կտրվում ես։ Դա նշանակում է, որ դու աշխարհի հետ հարաբերվում ես անմիջապես։ Հա, անմիջապես եւ դու երբ որ քո խնդիրները հասկանում ես, դու նաեւ հասկանում ես աշխարհի խնդիրները, որովհետեւ ամենամեծ խնդիրները դրանք ամենալոկալ խնդիրներն են։ Ամենափոքր խնդիրներն են, որոնք ամենամեծ տարածում ունեն։ Եթե դու կարողանում ես քո փոքր խնդիրները լուծես եւ հասկանաս դրանց լուծման մեխանիզմը, դու կարող ես արդեն աշխարհին բան ասես։ Իսկ երբ որ դու ուզում ես աշխարհին մի բան ասես, բայց դու քո տան խնդիրը չես կարող լուծես, անպայման քո մոտ ձևականություն է ստացվում։ Ոնց որ հիմա է մեր մոտ։ Եթե նկատեք, ասենք ցանկացած համաշխարհային, այսպես մակարդակի բանը, որը Հայաստանից ուզում է դուրս գա, դա ձևական բան է, ակնհայտ, որը կողքից հենց նկատում է որպես ձևական։ Ինչի մեզ լուրջ չեն վերաբերում, որովհետև մենք փորձում ենք ձևական բաներ ասելով աշխարհին ինչ-որ բան ասենք։ Աշխարհը դրան չի հավատում։ Դրա համար ներդրում չկա, դրա համար համագործակցություն չկա, դրա համար անգամ այն երկիրը, որի համար դու հետաքրքիր ես, քեզ վերաբերում է որպես վեցնոց։ Ինչի է վեցնոց վերաբերում, որտեղ ինքը տեսնում է, որ դու հայացքդ անընդհատ դուրս է։ Դու մի հատ հայացքդ ներս չես ուղղել քո խնդիրները լուծել եւ հասկացել, թե ինչ է կատարվում, որպեսզի դու օգուտ տաս։ Նույն ասենք Ռուսաստան, Հայաստան կամ Միացյալ Նահանգներ, Հայաստան կամ Եվրոպա, Հայաստան հարաբերությունները նայեք։ Եթե մենք Հայաստանից ներս ուղղած լինեինք եւ հասկանայինք մեզ ինչ ա պետք եւ ինչպես կարանք լուծենք, մենք այսօր կարող ենք Եվրոպային կամ որոշ երկրների Եվրոպային ինչ-որ բան առաջարկել եւ մարդիկ կանային, ասեին այո, սրանք արժեքավոր ազգ են, որովհետեւ մեզ կարող են օգուտ տալ։ Ոնց որ մենք հիմա օգտվում ենք, չգիտեմ, այդ նույն բաց լիցենզիայով, բանից, որովհետեւ աշխարհում ինչ-որ մարդիկ են եղել, որոնք հասկացել են, որ պետքա կիսվել գիտելիքով, որպեսզի քո կողքը անվտանգացնես։ Հակառակ դեպքում դու դառնում ես կղզի, որոնց կողքը մարդիկ են, որոնք քեզ ատում են։ Եթերաժամն ավարտին է մոտենում, Կարեն, շնորհակալություն տաղավար գալու համար, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, վստահ եմ, որ այս մի հաղորդումն էլ այնքան չի դիտվելու, որքան Կարենը կամ ես կուզենք, բայց իմ կարծիքով սա այնուամենայնիվ շատ կարևոր է, թերևս միակ կարևոր բան է հասկանալ, թե ինչ է լինելու մեր երկիրը առաջիկա 25 տարվա ընթացքում։ Առաջարկում եմ թեման շարունակել հաջորդ շաբաթ, նույն այս օրը, նույն այս ժամին, շնորհակալություն։ Շնորհակալություն։